հայրենակիցներ, գաղափարակից ընկերներ, իմ սիրելի հետևորդներ, մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, շատ դժվարություններ հաղթահարել ենք միասին, և երբ բոլորս հայտնվել ենք այս կարևոր և պատասխանատու ընտրության առջև, որոշելու մեր երկրի ճակատագիրը, ուստի երկար չեմ մտածել այստեղ գտնվելու համար։ Այս հրապարակը վաղուց պատմական է, բայց այն, ինչ այսօր կատարվում է այստեղ, նույնպես հավակնում է պատմական իրադարձության որակմանը։ Կարծում եմ, մեկ ընդհանուր գաղափարը պետք է միավորի բոլորիս։ Անկախ մեր զբաղվածությունից, անկախ մեր սոցիալական դիրքից, պետք է պայքար հանուն ուժեղ Հայաստանի։ Հանուն հայանպաստ փոփոխության։ Մենք հաճախ ենք ասում, մեզ պետք է տեր կանգնենք մեր երկրին, մեր ազգային նպատակներին, իսկ ինչպես, կանգնելով այն առաջնորդի կողքին, ով իր մեջ կրում է այս արժեքները և կարող է վերջապես ուժեղ Հայաստանը իրականություն դարձնել։ Ես չեմ դառնում թեկնածու կամ պատգամավոր։ Ես մնում եմ այն հայը, ով ընտրում է ազգային արժեքը և սատարում է նրան, ով կրում է այդ արժեքը։ Եվ հարց եմ ուզում ձեզ տալ, ով է այդ մարդը։ Սամվել Կարապետյանը։ Այսօր մենք բոլորս ընտրում ենք արժանապատվություն, ուժ և զարգացում, այլևս չենք լինելու թույլ ու պարտվող։ Մեր ազգը պետք է դուրս գա այն պատմական շրջափուլից, երբ անընդմեջ, անընդհատ դավաճանվում և կորցնում է։ Ի վերջո իրական հայրենասերները պետք է լինեն երկրի ղեկին, և հենց այդ ժամանակ է, որ կմեկնարկի հաղթանակների շրջափուլը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ սա հայապահպանության հարց է, և յուրաքանչյուր հայ, ընդունելով այդ որոշումը, պատասխանելու է այն հարցին, թե արդյոք շարունակում ենք մնալ հայ, թե թույլ ենք տալու կործանելու քամուն տալ մեր հարյուրամյակներով վերապրած արժեքները։ Խմբագրվում է մեր պատմական հիշողությունը, սակարկում են անկախության հռչակագիրը, ադրբեջանականացվում են պատմության դասագրքերը, վախվորում են ցեղասպանության օրակարգից, հրաժարվում պահանջատիրությունից ու ապականում են հայկական սուրբ եկեղեցին, հասկանում եք։ Այս ընտրություններով որոշվում է ոչ թե ով է լինելու իշխանության, այլ մեր երկրի ճակատագիրը։ Ուստի մենք քվեարկելու ենք հանուն նախնիների ժառանգության, որը պետք է փոխանցել ապագա սերունդներին։ Եվ շատ կարևոր է, որ ողջ երկիրը գիտակցի դա։ Ուրեմն, համախմբվում ենք, որպեսզի ունենանք կիրթ սերունդ, հետևաբար պրոֆեսիոնալներ, արդյունքում ուժեղ և անվտանգ պետություն։ Հայոց մարդիկ, թող այդ օրվա որոշումը լինի ուժեղ Հայաստանի հիմքը։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։